Պարոն Ղազարյան, տեղեկացանք, որ շնորհավոր եմ բոլոր կանանց, մայրուցեր գեղեցկության տոնյալ։ Պարոն Ղազարյան, տեղեկացանք, որ 2024 թվականին հարց տալիս եմ, էլի։ 2024 թվականին ասում են այդ արգելքը հանվել է եւ նորից որոշել են հետ ընդունել, համենայն դեպս կենտրոնական ընտրական հանձնաժողովն է այդ որոշումը կայացրել, ասում են առանց քաղաքացիությունների հետ խորհրդակցելու եւ փաստացի դա եղել է անձնանունների արգելումը։ Միայն 2024-ի դեկտեմբերին են որոշել արգելքը հանել, այսպիսի արձանագրումներ էին եղել։ Եթե նման արգելք եղել է, ապա հիմա ասեմ ձեզ բերեք փաստեր ֆիքսենք, նախ ասեմ ձեզ, որ մինչև հիմա, մասնավորապես տեղական ընտրություններին, անձնանունների գործածության բազմաթիվ դեպքեր են եղել, բազմաթիվ դաշինքներ են եղել, որ ընտրական գործընթացին մասնակցել են եւ որևէ խնդիր չի եղել։ Սա մեկ։ Երկրորդը անձնանունների հետ կապված կան նաև վիճելի որոշակի դրույթներ, որովհետև երբեմն որոշակի անուններ գործածվում են նաև որպես անձնանուն, ասենք օրինակ Հայաստանը եւ պետության անվանումը, եւ Հայաստան անունով ես ճանաչում եմ շատ կանանց, ասենք դա որպես կնոջ անձնանուն էլ է օգտագործվում։ Ասենք այդ դեպքում հարց առաջանում, անձնանուն ասելով իրանք կոնկրետ ինչ նկատի ունեն, ասենք օրինակ սա նաև Նիկոլ Փաշինյանի իրավունքներն էլ է սահմանափակում, իրանք անզգույշ քայլ են անում, նրանք իրանք հաշվի առնելով, որ ինքը կարող է ասի հերիք է, էլի ես այս ժողովրդին տանջեմ, ու ուզենա մի հատ ստեղծի հերիքնած դաշինք։ Հիմա ասենք թե այդ դեպքում ինչ ալելու, ասենք այդ հերիքնած դաշինքը գրանցվելու է թե չէ, որովհետև կարող ասեն դա կնոջ անձնանունա չի կարելի այդ դաշինքով բանել։ Դե հիմա ամբողջ խնդիրը այն է, որ իրանք այդ որոշումը կայացրել են, երբ որ նախագահի հրամանագրով ընտրության օրը սահմանված է, հայտարարել են այն ժամանակ, երբ որ արդեն ստեղծվել է ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ անվանումով դաշինք, իսկ այդ դաշինքի անվանումը 3 քաղաքական կուսակցություն միաժամանակ ստեղծել է։ Եվ իրենք այդ որոշումը փորձում են կանգնացնել արդեն կայացած դաշինքի հետո։ Բացի դրանից, որոշումը կայացնումը, տեսեք, պետք է քանի ասպեկտներ է։ Որոշումը կայացնումը ընդամենը մեկ խմբակցություն, մենք ասում ենք, չէ, ազգային ժողովը։ Բայց պետք է ընդունենք, որ ազգային ժողովում այդ որոշումը կայացնելու ընդամենը քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, որը իր հերթին արդեն հայտ է ներկայացրել ընտրությունների մասն, նույնիսկ ցուցակն է հրապարակել, իր նախընտրական ծրագիրն է հրապարակել։ Եվ ինքը արդեն ընտրական գործընթացի մյուս առանցքային մրցակցից, որից ակնհայտորեն զգում է, որ պարտվում է, դրան Թույլ տալինք իր նախընտրած ձևով ընտրությանը մասնակցել, այստեղ որևէ բացատրություն գոյություն չունի։ Բացի այդ, ասում ենք, ընտրական ազգային ժողովը օրենք է ընդունում։ Ազգային ժողովը օրենքը ո՞նց է ընդունում։ Քննարկումների միջոցով, ոչ միայն իրենց խմբակցությունով, այլ լայն քննարկում պիտի լինի, ընտրական գործընթացի մասնակիցների հետ պիտի քննարկվի մուշ։ Բայց ով ասում որ պիտի այս ընտրական գործընթացում դա կիրառվի։ Կարան հիմա ենթադրենք այդ օրենքը ընդունեն, ասեն օրենքը ուժի մեջ է մտնում, հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Բայց որտեղ, այսինքն նորը խոստովանում են, էլի, որ դա կապված է միայն Սամվել Կարապետյանի անվան հետ։ Ուզեք ես մի բան հիշեցնեմ։ Մի քանի օր առաջ ասում է տանխոսակցություն երեխուց իմաց, չէ՞ դες մի հատ բան կա։ Հասմիկ Հակոբյան, պատգամավոր, ասում էր միգուցե մենք օրենք ընդունենք եւ Սամվել անունով մարդկանց արգել ենք մասնակցել ընտրություններին։ Պարզապես լուրջ է դրանք այդ բանը։ Քննարկումներ եղել է, հիմա ընտրություն օրենք են ընդունել, որով արգելում են Սամվել միջևան նկարների հետ էին պայքարում։ Հիմա կապել են անունի հետ, վաղը այսօր կարող է անձնական տվյալներից կոշիկի ռազմերն ճշտեն, ասեն 42 համար ագնող կոշիկ ունեցող չպիտի ընտրությունների մասնակցի։ Կարող են անլուրջ հասկանում եք, հա։ Եթե անունը հանում են, փոխում են դերուժին, վախերն ասում։ Ես չեմ կարծում, որովհետև իրանք անընդհատ դա օրական իրաց ինֆորմացիան զեկուցում է, չէ՞ ինչի է այս ամեն ինչը տեղ ունենում։ Էլ այսինքն իրանք իրավիճակը այնուամենայնիվ վերահսկում են։ Այսինքն ստանում են տեղեկություններ, որ սրընթաց կերպով Սամվել Կարապետյանի դաշինքի հեղինակությունը բարձրանում է ու նաև էապես պայմանավորված է նաև Սամվել Կարապետյանի անձնական հանգամանքներով, այսինքն նաև առաջին հերթին նրա նկատմամբ հանրային վստահությամբ եւ հիմա այդ ամեն ինչը տեսնելով վախեր են ցուցադրում իրեն։ Իրավական կողմին կան, իրեն ասում են, որ մենք հիմնարար սկզբունք եւ դրույթ չենք փոխում, այսինքն հանձնաժողովների ընտրատեղամասերի կապված չի եւ Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաները վերաբերվել են հենց այս հիմնարար սկզբունքներին։ Սա անվանում են հիմնարար սկզբունք։ Սա ամենահիմնարար սկզբունքն է, որովհետեւ սրանով թույլ չեն տալիս քաղաքական միավորին, ով որ արդեն ստեղծվել է, որում ընտրական օրենսգրքի ոչ տրամաբանությամբ, այս պահին դեռևս օրենքը չի ընդունվել, բայց այս պահին ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի դաշինքը ստեղծվել է եւ ստեղծված դաշինքին զրկել իր
նախընտրած անվանումով ընտրական գործընթացի մաս դրանից ավելի հիմնարար որն է, սա ավելի հիմնարար է, քան եթե դենք ընտրական տեղամասի հասեն մարզադպրոցից, չգիտեմ, երաշտական դպրոց տեղափոխելուն։ Եվ եթե այս թեմայով հարցեր չկան, այլ Իմիջիալո ես մի բան էլ ասեմ, դուք նույն գործընկերոջը հարց տվեցիք։ Հայաստանի ազգային հերոսներ Շարլ Անձնավուրը, Քրքորյանը, Էդուարդո Էրնեկյանը ունեցել են նաև այլ պետությունների քաղաքացիություն, իսկ Նիկոլայ Ռիշկովը միայն Ռուսաստանի քաղաքացի։ Նրանք ազգային հերոսներ են։ Կարող եք իրավական առումով հասնել այս գործընթացի ճանաչմանը կամ վերանայման, այսինքն սահմանադրական դատարաններով դուք տեսնում եք հիմքեր իրավական առումով սա խախտել։ Հիմքերը ակնհայտ է, այսինքն ակնհայտ է, որ սա հակասահմանադրական է, որովհետև ընտրական իրավունք է խաթարում, ընդ որում ոչ միայն քաղաքական գործընթացին մասնակցողի ընտրական իրավունքն է խախտում, որը իրավունքի էլի տեսակ է, այլ նաև ընտրողի իրավունք է խախտում, որովհետև հնարավորություն չի տալիս մարդուն ըստ դրա ընտրություն կատարել։ Ակնհայտ մի քաղաքական միջամտություն է ընտրական գործընթացի մասնակցի կողմից։ Սա ակնհայտորեն իրավականորեն բոլոր իրավական մեխանիզմները կիրառվելու են, բայց մինչև իրավականին հասնելը պետք է ազգային ժողովում հասկանալ, որ այստեղ ժողովուրդը ապրում, որ այդ իրան կարող է մի նախադասությունից կազմված օրենք են ընդունում Եվրոպական միության անդամակցելու, որտեղ նույնիսկ Եվրոպական միության անուն է սխալ գրում։ Իրանց պատկերացումները, բայց մենք իրական պատկերացումներ ունենք ժողովրդավարության։ Ես եվրոպական առանցքային երկրներից մեկում Հայաստանի դեսպան եմ եղել։ Ես Եվրոպայի խորհրդի անդամ երկրի քաղաքացի եմ եւ ես չեմ կարա հանդուրժող վերաբերմունք ունենամ ժողովրդավարության հանդեպ այդ վերաբերմունքի, որը ցուցաբերում է ենթադրենք դրա հետ ոչ մի առնչություն չունեցող Արուսյակ Ջուլակյանը։ Իրատոնը շնորհավոր։ իրական Ղազարյան, երևույթ կամ Ղազարյան։ Տեսեք, Էրնեկյանը, Ռիշկովը, Ազնավուրը Հայաստանում վարչապետ դառնալու հավակնություններ չունեն, բայց իմ հարցային բանի մասին։ Կարեն ունենային։ Ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը ինչպես եք մեկնաբանում, որ ճիշտ տղան չի ծառայել, որովհետև Դա արդեն ինքը ոնց որ ներողություն խնդրել է դրա կապակցությամբ։ Տանապես Անդրանիկ Քոչարյանը ասած են ինչքան ճիշտ մեկնաբանենք, ինքան իր օգուտն է։ Մակասիություն է ցուցաբերում չեմ մեկնաբանում։ Հարգելի հետևողներ, կզրուցենք Ալիկ Ալեքսանյանի հետ։ Պարոն Ալեքսանյան, Ոնց է պետք ձախ, հաչ, հարգելի օպերատորներ։ Մի քիչ էլ ձախ։ Եկեք մեր օպերատորներին լսենք։ Ես էլ առաջ կամ։ Պարոն Ալեքսանյան, ձեզ համար սպասելի էր այս որոշումը, որովհետև դուք ասում եք, որ տարբեր սցենարների եք պատրաստ։ Եկեք սկսենք սկզբից։ Նախ շնորհավորում եմ բոլորիդ եւ շնորհավորում եմ բոլոր մեր մայրերի, քույրերի շատ սիրուն տոնը, ցանկանում եմ ձեզ, որ միշտ լինեք այդպես գեղեցիկ, մեզանից անպակաս լինեք, առողջ, երջանիկ ու միշտ ունենաք լավ տրամադրություն, աստծոսերն էլ ձեզից անպակաս լինի, ժպտացեք միշտ։ Այ հիմա լսում եմ սարը։ Հիմա սպասելի էր ձեզ համար այս որոշումը, ասում եք, որ նմանատիպ իրավիճակների պատրաստ եք, սցենարներ ունեք մշակած։ Ամեն դեպքում սա ձեզ համար սպասելի էր, որ այսպիսի փոփոխություններ կլինի։ Եկեք սկսենք սկզբից, որպեսզի հանրությունը